Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է տարածաշրջանը եռում է եւ Հայաստանի Հանրապետությունն վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարը եկեղեցու դեմ արշավով է զբաղված։ Ժողովուրդը հայտնում է, կպականներն ամեն ինչ անում են, որ Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի։ Հրապարակը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի նյարդային համակարգը խախտված է եւ նա վտանգավոր է երկրի ղեկավարի աթոռին։ Հրապարակը հայտնում է Սամվել Կարապետյանի հայտարարությունից շատ չանցած Նիկոլ Փաշինյանը կանչեց Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրամաններ տվեց։ Ժողովուրդը նշում է, որ 2 տարի է ակադեմիական քաղաքի մեկնարկի պլան է մշակվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իսկ առիթը բաց չի թողնում այդ մասին հիշեցնողներին հեգնելու եւ կոպտելու։ Հրապարակը գրում է Հայկ Սարգսյանը նույնպես դեմ է քվեարկել իր իսկ հերինակած, միգուցե Փաշինյանից SMS է ստացել։